Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո Քրիստոսի հարության ավետիսը միմյանց փոխանցելով հոգևոր դասը համախմբվեց վեհարանում։ Վեհափար Հայրապետը շնորհավորելով ներկաններին հրաշափառ տոնի առիթով գոհաբանական աղոթք բարձրացրեց առ Աստված հավատացյալ ժողովրդի հետ հարության բերկրանքը կիսելու հնարավորության համար։ Այնուհետև կատարվեց տնօրնեքի արարողություն, օրհնվեցին վեհարանի բարիքները՝ հացը, ջուրը, աղը։ Բոլորիս հոգիները լցված են խնդությամբ և ցնծությամբ, դիմելով վեհարանում մեկտեղվածներին, նշեց Հայրապետը։ Քրիստոսի հարությունը լավատեսությամբ է զինում մեզ մեր կյանքի ճանապարհին։ Տիրոջ հարությունը զորացնում է մեր հավատը, որ մենք ևս Աստծուն ապավինելով իզորու ենք հաղթահարել մեր և մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները։ Բախտորոշ նշանակություն ունեցող հրամայականի առջև են կանգնած ամեն ջանքի գործ դնելու մեր ժողովրդի միաբանությունը, զորացնել, վերահաստատել խարսխված Քրիստոսից մեզ տրված սիրո պատգամով, որ միմյանց սիրենք և այդ սիրո վրա հաստատենք ինչպես մեր կյանքը, այնպես էլ կյանքը մեր ողջ ժողովրդի։ Թող Տերը օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ողջ աշխարհին, ողջ մարդկությանը, որպեսզի խաղաղության մեջ մենք միշտ կարողանանք փառաբանել Տիրոջը իր շնորհների համար, որ հեղում են մարդկային կյանքից ներս և զորացնում մարդկանց դիմագրավելու այն փորձություններն ու դժվարությունները, որ ծագում են իրենց կյանքում։ Հայոց Հայրապետը Տիրոջից ուժ և զորություն հայցեց նաև հոգևորականների համար, որպեսզի նրանք կարողանան լիարժեքորեն իրականացնել իրենց առաքելությունը Աստծո խոսքով մխիթարելով ու հոգևոր ուժ փոխանցելով հավատացյալներին։ Հաստատված կարգի համաձայն այսօրվանից սկսած հոգևորականները հարության ավետիսը շուրթերին կայցելեն մարդկանց տները, օրհնելու ընտանեկան հարկերն ու բարիքները։ Վաղը ապրիլի 5-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Հարության տոնական պատարագը կմատուցի ամենայն Հայոց Հայրապետը։